Բարև բոլորին, մեքենայական ուսուցման երկրորդ դասընթացին մեր դասընթացի ընթացքում մենք հասկանալու ենք ինչ է մեքենայական ուսուցումը, ինչի համար է այն պետք եւ մի քանի հիմնական կոնցեպտներ։ Սկսենք այս սահմանումից, մեքենայական ուսուցումը համակարգերի կարողությունն է սովորել տվյալներից առանց հստակ գրված կանոնների։ Եթե համեմատենք մեքենայական ուսուցումը սովորական ծրագրավորման հետ, ապա կտեսնենք այսպես, որ դասական ծրագրավորումը իրենից ներկայացնում է հետևյալ կոնցեպտը, որ եթե ինչ-որ մի x պայման է, ապա կատարում ենք y-ը։ Իսկ մեքենայական ուսուցումը ասում է, որ ահա օրինակները եւ սովորիր դրանք։ Այսինքն մենք մեքենայական ուսուցման մեր մոդելին տալիս ենք տվյալ, նա դրա վրա մեզ վերադարձնում է ալգորիթմ, որ կարող է կատարել ինչ-որ գործողություններ։ Սա հենց այն է, ինչը ML-ը դարձնում է ավելի ուժեղ, քան սովորական ծրագրավորումը։ Կա խնդիրներ, որոնց համար մարդը չի կարող ձեռքով ստեղծի հարյուրավոր, հազարավոր կանոններ։ Այսինքն նկարում կենդանի կա, թե չէ, դրա համար մենք չենք կարող լիքը կոդ գրել, որ հասկանանք կա թե չէ նկարում կենդանի։ YouTube-ի առաջարկող տեսանյութերը մեզ արդյոք կհետաքրքրեն, թե ոչ։ Դա հնարավոր չի սովորական կոդով ներկայացնել, դրա համար պետք է օգտագործել մեքենայական ուսուցում։ Կամ բանկային գործարք է կասկածելի է, թե սովորական, բայց եթե համակարգին ցույց տանք հազարավոր օրինակներ, ճիշտ ու սխալ դեպքերով, ինքը սովորում է ու գտնում է միշտ ինչ-որ օրինաչափություն։ Առօրյա կյանքում ML-ը մեզ շրջապատում է ամեն մի քայլափոխի։ ML-ը այսինքն ամենուր է, դեմքերի ճանաչումից սկսած, հեռախոսի վրա YouTube-ի առաջարկներից սկսած, բանկային ավանդականությունից սկսած, բժշկական ախտորոշումներից սկսած եւ մի շարք այլ ոլորտներում։ Երբ որ հեռախոսը մեր դեմքը ճանաչում է Face ID-ին, դա մեքենայական ուսուցման միջոցով է։ TikTok-ում, YouTube-ում, Snapchat-ում, երբ որ կան մի շարք ֆիլտրեր, դրանք աշխատում են մեքենայական ուսուցման միջոցով։ Բժիշկները երբ որ օգտագործում են ինչ-որ մոդելներ կանխատեսումներ կատարելու համար, դա մեքենայական ուսուցման միջոցով է արվում։ Ուրեմն այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչու է ML-ը այսքան անհրաժեշտ այսօր։ Մենք ապրում ենք տվյալների աննախադեպ աճի դարում, ու ML-ը օգնում է հասկանալ, կանխատեսել ու որոշում կայացնել տվյալների հիման վրա։ Այսինքն, սոցցանցերի բովանդակությունը, տեսախցիկների հոսքերը, սենսորներից եկող տվյալները, օնլայն ծառայությունները, դրանք բոլորը տվյալներ են։ Այդ տեղեկատվությունը մարդու ուժերով վերլուծելը զուտ անհնար է, իսկ մեքենաները այդ ամեն ինչը ավելի հեշտ են կատարում։ Մեքենայական ուսուցման մոդելները կարող են վայրկյանների ընթացքում գտնեն օրինաչափություններ, հասկանան ինչ-որ գաղտնի կապեր, որ մարդու տեսանելի իր աչքով կարա չտեսնի։ Ուրեմն ասենք մեքենայական ուսուցման հիմնական 3 տեսակներին, որոնք կազմում են այս ամբողջ ոլորտի հիմքը։ Ուրեմն 3 տեսակներ կա մեքենայական ուսուցման՝ վերահսկվող ուսուցում, անվերահսկվող ուսուցում եւ խրախուսման ուսուցում։ Անգլերենով supervised learning, unsupervised learning եւ reinforcement learning։ Ամեն մի տեսակը հերթով փորձենք հասկանանք։ Վերահսկվող ուսուցումը դա այն է, որ մենք տվյալներին տալիս ենք պիտակներ։ Այսինքն, ես ունեմ օրինակի համար գինու մասին ինչ-որ տվյալներ, ու ես տալիս եմ այդ տվյալներին վերջնական ինչ-որ մի հատ պիտակ, այսինքն օրինակ, եթե գինին S խտության է, սենց է, ապա դա կարմիր գինի է, եթե գինին S խտության է, այսպես է, ապա դա սպիտակ գինի է։ Ու դա պիտակ է կոչվում, այսինքն։ Իսկ այդ գինին այսպես լինելը դա feature-ներն է։ Անվերահսկվող ուսուցումը, երբ որ պիտակներ չկան, այսինքն մոդելը ինքն է գտնում օրինաչափությունները տվյալների միջև ու ինքը պիտակավորում է հետևյալ տվյալները։ Եվ արդեն վերջինը reinforcement learning-ը կամ խրախուսման ուսուցումը, դա երբ որ մեքենան անում է ինչ-որ փորձեր, հաջողված փորձերի դեպքում մենք իրան տալիս ենք արդյունքի դեպքում մենք իրան տալիս ենք պարգև, չհաջողված փորձերի դեպքում մենք այդ պարգև իրենից վերցնում ենք։ Ու ինքը սովորում է, որ երբ պետք է ճիշտ անի, որ պարգև ստանա ու միշտ այդպես փորձում է ձգտի լավագույն արդյունքի։ Այսինքն օգտագործում է այս խրախուսման ուսուցման ձևը խաղերում, ռոբոտներում ու մեքենաներում։ Տեսլայի ավտոպիլոտը աշխատում է խրախուսման ուսուցման մոդելի միջոցով, այսինքն երբ որ ինքը ճիշտ է կատարում ինչ-որ մի բան, ապա այդ դեպքում ոնց որ խրախուսվում է մոդելը ու ինքը միշտ իմանում է, որ պետք է այդպես անի, քանի որ դա ճիշտ է, դրա համար ինքը խրախուսվել է։ Ուրեմն պետք է հասկանալ, որ տվյալները կարևոր են, այսինքն
Ինչու՞մն է բանը, որ եթե մեր մեքենայական ուսուցման մոդելին մենք տալիս ենք լավ տվյալներ, մենք ստանում ենք պատասխան լավ տվյալներ։ Եթե մենք լավ պատասխան, մենք ստանում ենք պատասխան լավ մոդել, որ ավելի ճիշտ է կանխատեսում։ Եթե մենք մեքենայական ուսուցման մոդելին տալիս ենք վատ տվյալներ, մենք ստանում ենք վատ արդյունք։ Սա այսինքն ուղիղ համեմատական է լրիվ։ Այս պատճառով մեքենայական ուսուցման առաջին իրական քայլը դա տվյալների մաքրումն է։ Մենք հեռացնում ենք սխալ տվյալները, լրացնում ենք բացակայող արժեքները, բալանսավորում ենք դասերը եւ անհանգստում ենք կարևոր հատկանիշները, feature-ները։ Ուրեմն տվյալների նախապատրաստումը, ինչպես է դա կատարվում։ Տվյալների նախապատրաստումը, այդ կերպ, որը կոչվում է նաև pre-processing կամ processing, այս ամեն ինչը ինչու՞մն է, որ մենք մաքրում ենք տվյալները, այսինքն եթե ինչ-որ բացակայող արժեքներ կա կամ սխալ ինչ-որ տվյալ է, որը չի համապատասխանում մեզ, մենք դա հեռացնում ենք dataset-ից, կատարում ենք նորմալացում, այսինքն տվյալները բերում ենք ինչ-որ մի հատ կոնկրետ տեսքի, այսինքն տեքստը բերում ենք թվային արժեքի, թվային արժեքները բերում ենք օրինակ փոքր ավելի սահմանների եւ կատարում ենք բալանսավորում, այսինքն այնպես ենք անում, որպեսզի մեր ուսուցման համար նախատեսված դատասեթը եւ ինչպես նաեւ թեստավորման համար նախատեսված դատասեթը իրենց չափերը ճիշտ լինեն ու այնուհետև մենք գտնում ենք feature-ները, որոնք մեզ պետք են, որպեսզի կարողանանք այդ feature-ները տանք մոդելին, որ այն սովորի։ Ու այդ ամեն ինչի հետ միասին նաև կատարում ենք մոդելի ինտուիցիոն։ Դա տվյալների նախապատրաստման մասին։ Ամենահաճախ օգտագործվող մոդելները մեքենայական ուսուցման մեջ Decision Tree, Random Forest, SVM, KNN եւ Neural Networks։ Այս բոլորը մենք հետագա դասընթացների ընթացքում բոլորը կոդով գրելու ենք, կոնցեպտները հասկանալու ենք, ներկայիս դրությամբ զուտ իմանանք, որ դրանք են։ Ուրեմն եւ վերջում մի քիչ խոսենք արդեն ML workflow-ների մասին։ ML workflow-ը, այսինքն ML-ի ընդհանուր աշխատանքը, թե ինչպես է այն աշխատելու, հետեւյալ կերպ ենք անելու։ Ձևակերպում ենք խնդիրը։ Հասկանում եք, թե մենք ինչի հետ ենք աշխատում, ինչ ենք ուզում որպես արդյունք ստանալ։ Այնուհետև կատարում ենք տվյալների հավաքագրում։ Այսինքն, եթե ուզում եմ կանխագուշակեմ գինու որակը, ինձ պետք է գտնել տվյալներ գինի մասին։ Հետո տվյալները պետք է մաքրեմ եւ նախապատրաստեմ, այսինքն կատարեմ այդ pre-processing-ը, data preparation։ Ու չորրորդը մոդելի ընտրությունն է եւ ուսուցումը։ Ես ընտրում եմ այն մոդելը, որ ինձ ամենանպատակահարմարն է եւ կատարում եմ ուսուցում։ Ուսուցումից հետո ես կատարում եմ մոդելի գնահատում, այսինքն ընտրում եմ այն մոդելը, որը ամենալավ արդյունքներն է ցուցաբերել եւ այդ ամեն ինչից հետո արդեն կատարում ենք deployment, այսինքն կիրառում, դա այն է, որ մոդելը տեղափոխում ենք իրական կյանք, այսինքն իրական կյանքում փորձարկումներ ենք անում։ ML-ը իրական կյանքում, մեքենայական ուսուցումը իրական կյանքում, որ ոլորտներում օգտագործվում։ Մեքենայական ուսուցումը շատ օգտագործվում բժշկության, ֆինանսների, գովազդի եւ արտադրության ոլորտներում։ Բժշկության ոլորտում օգտագործվում է ռակի եւ մի շարք այլ հիվանդությունների կանխատեսման համար։ Ֆինանսների ոլորտում օգտագործվում է հասկանալու համար արդյոք կարելի է հաճախորդին վստահել թե ոչ։ Գովազդի ոլորտում օգտագործվում է Երբ որ մեզ recommendation system-ները բերում են առաջարկներ, օրինակ նույն TikTok-ը, Instagram-ը, եւ արտադրության ոլորտում օգտագործում է ռոբոտներ ստեղծելու համար եւ ինչպես նաեւ հասկանալու համար իրենց հաճախորդների կարծիքը։ Դա իրական աշխարհի կիրառությունների համար։ Ուզում եմ ասեմ, որ ML-ը ընդլայնում է մարդու հնարավորությունները։ Մենք պետք է սովորենք ML-ի հիմքերը դասընթացի ընթացքում, հետո կառուցենք իրական նախագծեր։ Սա որպես եզրափակում։ Դե ինչ, շնորհակալ եմ դասին միանալու համար։ Ստեսություն։